Իթևս Ռուսաստանի, նաև Չինաստանի և որոշ երկրների Իսրայելի հարձակումը հրապարակայնորեն դատապարտել է նաև Թուրքիան, այդ մասին հայտարարություն է տարածել նախագահ Էրդողանն, ասելով, որ Իսրայելի գործողությունները վտանգում են կայունությունը տարածաշրջանում։ Թե ինչ դեր ու նշանակություն ունի Թուրքիայի գործոնը Իրանի դեմ հնարավոր լայնածավալ պատերազմի հարցում, այժմ տեսակապով կքննարկեմ թուրքագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Պարոն Սաֆրաստյան, բարի երեկո, շնորհակալ եմ շատ, որ ժամանակ գտաք մեզ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Սաֆրաստյան, Թուրքիան հրապարակայնորեն դատապարտում է Իսրայելի գործողությունները, Էրդողանն ասում է, որ դա վտանգում է կայունությունը տարածաշրջանում։ Մենք տեսել ենք, որ վերջին ամիսներին, հատկապես Սիրիայում Ասադի տապալումից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները շատ ավելի են լարվել։ Հիմա Թուրքիայի կողմից այս դատապարտող հայտարարությունը ինչ համարել։ Միայն զուտ Իսրայելի հետ լարված հարաբերությունների դրսևորում, թե Իրանը Թուրքիան ներողություն իրոք դեմ է, որպեսզի Իրանի դեմ լայնածավալ պատերազմ լինի։ Ես կարծում եմ առաջին հերթին մենք պետք է փորձենք հասկանալ Թուրքիայի դերակատարումը ներկայիս Մերձավոր Արևելքում եւ հաշվի առնենք այն նոր միտումները, որոնք վերջին շրջանում ի հայտ են եկել Թուրքիայի ընդհանուր ռազմավարության մեջ։ Իսկ դրանց նպատակը այդ նոր միտումների իմ կարծիքով ակնհայտ է Թուրքիայի դերն ու տեղը աշխարհում եւ տարածաշրջանում, այսինքն Մերձավոր Արևելքում բարձրացնելն է։ Այս տեսակետից, եթե մենք դիտարկում ենք Թուրքիայի դիրքորոշումը Իրано-իսրայելական այս հակամարտության նկատմամբ, կարող ենք գալ եզրակացության, որ մի կողմից Թուրքիայի համար իհարկե կարևոր է, որ չտիրապետի միջուկային զենքին։ Գիտեք, երբ ես խոսում եմ թուրք-իրանական հարաբերությունների մասին, ես մի տեսակ այսպես արևելյան գիտեք, արևելքից եկող մի մեծ հաճույք եմ ստանում ճակերտների մեջ իհարկե, գիտեք ինչի, որովհետև թուրք-իրանական հարաբերությունները դրանք արևելյան Մերձավոր արևելյան դիվանագիտության եւ գուցե համաշխարհային դիվանագիտության ամենահետաքրքիր էջերից են, որոնք հաշվի առնելով նաև որ Թուրքիան ու Իրանը երկար դարեր հակառակորդներ են եղել ոչ միայն Մերձավոր Արևելքում, անգամ Կովկասում, Հարավային Կովկասում ազդեցության համար։ Այո, միանգամայն իրավացի եք, դավանական առումով իրար տանել չեն կարող, ինչպես ասում են։ Ներկայումս տարածաշրջանում մրցակիցներ են, ունեն բազմաթիվ խնդիրներ, բայց այս վերջին 100 տարվա ընթացքում որքան էլ որ խնդիրներ են եղել, որքան էլ որ սրացումներ են եղել, երկու երկրները կարողացել են գտնել այնպիսի բալանս, որը հնարավորություն է տվել խուսափել ամենավատագույնից, այսինքն ուղղակի ռազմական բախումից։ Սա ընդհանուր որպես գնահատական, որպես ներածություն։ Ներեցեք, պարոն Սաֆրաստյան, մի ճշգրտում այստեղ, որտեղ սա կարևոր է Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները հասկանալու համար։ Թուրքիան ու Իրանը չնայած որոշակի մրցակցության հակասող շահերին մշտապես, ինչպես դուք ասացիք, գտնում են ընդհանուր լեզու կամ հարաբերական կայունություն, որովհետեւ միմյանց դեմ սուր հակամարտության գնալ երկուսին էլ լուրջ վնաս կհասցնի։ Լուրջ վնաս կհասցնի, գիտեք, եթե մի քիչ մանրամասնենք, այդ բալանսը գտնվում է հետևյալ սկզբունքի վրա, երկուսն էլ ունեն հնարավորություն ներազդելու մեկը մյուսի վրա եւ այդ ներազդելու հնարավորությունը ստիպում է, որ նրանք գտնեն բալանս։ Բալանսը անհրաժեշտ է երկու երկրների համար, որտեղ երկուսն էլ ձգտում են Մերձավոր Արևելքում ունենալ կարևոր դիրքեր եւ եթե ուղղակի բախում լինի երկուսի միջեւ, որը հասնի ռազմական բախման մակարդակի, դա կնշանակի երկուսի դիրքերն էլ թուլանում են։ Այսինքն այդ բարդ բալանսի, բարդ մեկը մյուսի վրա ազդելու միջոցով կարողանում էին մինչև հիմա գտնել այդ հնարավորությունը խուսափել վատթարագույնից եւ ներկայումս մենք տեսնում ենք հետեւյալը Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա հասկանանք ինչ է դրա հետևում կանգնած առաջինը իհարկե թուրք-իսրայելական հարաբերությունները թուրք-իսրայելական հարաբերությունները նույնպես Մերձավոր Արևելյան դիվանագիտության վերջին կես տարվա ընթացքում նույնիսկ ավելի շատ ամենահետաքրքիր եւ կարեւոր էջերից են այն առումով որ այս երկու երկրները ունեն որոշակի ընդհանրություն եւ այդ ընդհանրությունը այն է որ երկուսն էլ չեն պատկանում արաբական աշխարհին
Իսրայել-արաբական աշխարհի հետ ունի այսպես հակամարտություն, Թուրքիան ունի շատ սուր խնդիրներ եւ դա նրանց հնարավորություն է տվել տարիների ընթացքում գտնել հնարավորություններ ասել համագործակցելու մասնավորապես որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ համագործակցության վրա տարիներ շարունակ լուրջ ջանքեր են թափել բայց մյուս կողմից մենք տեսնում ենք որ վերջին շրջանում մասնավորապես օրինակ կապված Սիրիայի իրադարձությունների հետ, կապված Գազայի իրադարձությունների հետ երկու երկրների հարաբերությունները, այսինքն թուրք-իսրայելական հարաբերությունները սրվել են եւ Թուրքիայի ղեկավարությունը սկսել է կիրառել շատ սուր հակաիսրայելական արտահայտություններ, ռետորաբանություն, որն է սրա նպատակը։ Նպատակը ես կարծում եմ հետեւյալն է, հնարավորինս ուժեղացնել Թուրքիայի դիրքերը իսլամական աշխարհում եւ օգտագործում է դրա համար Իսրայելը որպես թիրախ եւ այս առումով հասկանալի է դառնում որ Թուրքիան պետք է հրապարակայնորեն եւ բավական սուր քննադատել Իսրայելին հարձակման համար Իրանի վրա մյուս կողմից եթե մենք դիտարկեցինք ինչպես մենք շատ ընդհանուր խոսեցինք թուրք-իրանական հարաբերությունների մասին Թուրքիայի համար կարևոր է որ Իրանը իր այդ վաղեմի հակառակորդ հարևանը չունենա միջուկային զենք եւ այս առումով Թուրքիան ես կարծում եմ իրականում կարևորում է Իսրայելի քաղաքականության այս վերջին արտահայտումը որի նպատակն էր հասնել այն բանի որ հնարավորությունները Իրանի միջուկային զենք ունենալու հնարավորինս պակասեցվեն մյուս կողմից Թուրքիան իհարկե պետք է փորձի օգտագործել եւ տեսնում եք փորձում է օգտագործել կիրառելով սուր հակաիսրայելական ռետորաբանություն, որ իր հեղինակությունը իսլամական աշխարհում այսպես փորձի բարձր պահել եւ այլն։ Այսինքն տեսնում եք այսպես բարդ գծիկ է դիվանագիտական, տակտիկական, քաղաքական տնտեսական հաշվարկների, որը հանգեցնում է այն Թուրքիայի դիրքորոշմանը։ Պարոն Սաֆրասյան, եկեք փորձենք պատկերացնել հետևյալ սցենարը։ Ակնհայտ է, որ Իսրայելը ամեն ջան գործադրում է, որպեսզի այս ռազմական գործողություններն ավելի ընդլայնվեն եւ Միացյալ Նահանգները ներքաշվի դրա մեջ, այսինքն Իսրայելն արդեն ԱՄՆ-ի օգնությամբ կարողանա հարվածել Իրանին, որպեսզի փորձի առավելագույն չափով հասնել իր նպատակներին, ԱՄՆ-ը դեռ փորձում է զերծ մնալ դրանից, բայց դեռ չգիտենք թե իրադարձությունները ինչպես կզարգանան։ Պատկերացնենք, որ ված սցենարով են իրադարձությունները զարգանում, այս ռազմական գործողություններն ավելի են ընդլայնվում եւ անգամ ԱՄՆ-ն է դրանում ներգրավում։ Դա ինչ է նշանակելու Թուրքիայի համար եւ Թուրքիան իրեն ինչպես է պահելու, հաշվի առնելով նաեւ մյուս կողմից Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի հետ կազմում նույն դաշնակցի կարգավիճակ ունենալը։ Կարևոր հարց եք բարձրացնում, ես կարծում եմ, որ եթե իսկապես անհրաժեշտություն լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները կներգրավեն այս պատերազմի մեջ։ Ես կարծում եմ, որ Թուրքիան հաշվի առնելով մի շարք հանգամանքներ չի մասնակցի Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողություններին Իրանի դեմ։ Դա երկրորդը, երրորդ հանգամանքը Թուրքիան տարիներ շարունակ, ավելի ճիշտ տասնամյակներ շարունակ ստեղծել է եւ ղեկավարել է եւ ղեկավարում է իր հատուկ ծառայությունների միջոցով մի շարք պանթուրքիստական կազմակերպություններ, որոնք գործում են Իրանի հյուսիսում, Ատրպատական նահանգում, որտեղ նաեւ Ադրբեջանն է ակտիվ աշխատում։ Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են եւ նրանք օգտագործում են Թուրքիայի այնքան ինչքան որ Թուրքիան է նրանց հնարավորություն տալիս Թուրքիայի հնարավորությունները լուրջ է Թուրքիայի աշխատանքը եղել Իրանի հատուկ ծառայությունները աշխատել են այդ կազմակերպությունների դեմ նրանք հայտնի են ուսումնասիրված են բայց չեն վերացնում լիովին Սա դժվար է ասել ինչու գուցե հենց այդ բարդ հարաբերությունները թուրք-իրանական, որ ես ասեցի, դա է պատճառը։ Ամեն դեպքում հսկողության տակ են պահել մինչև հիմա Իրանի իշխանությունները այդ կազմակերպությունների գործունեությունը, այսինքն նրանք գլուխ բարձրացրել են ժամանակ առ ժամանակ, հետո նորից երևացող դաշտից անհայտացել են։ Եվ ես կարծում եմ, որ եթե գործը հասնի այն բանի, որ իսկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավեն լայնածավալ
ռազմական գործողությունների մեջ։ Դա կարող է առաջացնել Իրանում զանգվածային ընդվզումներ ներկայիս կառավարող վարչակարգի դեմ եւ այս Անգամ Նեթանյահուն էլ ուղերձում կոչ է անում Իրանի ժողովրդին դուրս գալ եւ ապստամբել։ Դե ուղերձ այո եւ դա Այսինքն այդ ուղղությամբ հավանաբար աշխատանքներ էլ գուցե տարվում են, դա նկատի։ Այո, դրանք, բայց դեռևս չկա դրա համար անհրաժեշտ գիտեք, այսպես միջավայր Իրանում։ Ես կարծում եմ, եթե շարունակվեն ռազմական գործողությունները եւ Իսրայելը սկսի հարվածներ հասցնել քաղաքացիական թիրախներին եւ քաղաքացիական բնակչության մոտ մեծ քանակի զոհեր առաջանան Իրանին, եսի նկատի ունեմ, դա կարող է հանգեցնել զանգվածային դժգոհությանը եւ նաեւ ընդվզումների իշխանությունների դեմ։ Եվ այդ դեպքում նոր կսկսի, այսպես ասած, գործընթացը համապատասխան։ Այդ դեպքում ես չեմ բացառում, որ Թուրքիայի ղեկավարության ներքո գտնվող այդ պանթուրքիստական կազմակերպությունները կսկսեն արդեն ակտիվ գործողությունները, որոնց նպատակը կլինի ատրպատականը Իրանի տարածքային ամբողջականությունը խախտելով դուրս բերել Իրանի կազմից եւ հետագայում միացնել դա Ադրբեջանին։ Սա սցենար է, սա տարբերակ է, որը հիմա այսպես թվում է, որ ունի քիչ հնարավորություններ իրականություն դառնալու, բայց ես կարծում եմ, եթե իրադարձությունները զարգանան վատագույն ճանապարհով եւ այն տեղաշարժերը, որ ես նշեցի, արձանագրվեն, կարող է դա նաև սկսի գործադրվել։ Ամեն դեպքում ես համոզված եմ, որ այդ սցենարը պատրաստ գոյություն ունի Թուրքիայում եւ Թուրքիան չի խորշի գնալ այդ սցենարի իրականացման, եթե տեսնի, որ եւ որոշի, որ պահը հասել է դրա համար։ Պարոն Սաֆրասյան, վերջին հարցը սրանով ամփոփենք զրույցը։ Եթե Իրանի դեմ ռազմական գործողություններ ընդլայնվեն եւ սա ավելի լայնամասշտաբ պատերազմի վերածվի, կա ռիսկ, որը մշտապես քննարկվել է Հայաստանում, այդ մենք էլ ենք մեր զրույցների ընթացքում քննարկել, որ Ադրբեջանը կարող է օգտվել առիթից, համարելով, որ Իրանի դիմադրությունը չեզոքացված է եւ փորձի Սյունիքի ուղղությամբ ակտիվանալ ռազմական գործողությունների դիմել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու ուղղությամբ։ Հարցս հետեւյալն է. եթե հանկարծ իրադարձությունները նման սցենարով զարգանան Հայաստանի ուղղությամբ, ինչպես իրեն կդրսևորի Թուրքիան։ Տեսեք, Թուրքիայի համար ներկա փուլում կարևորը իհարկե շատ ավելի մեծ խնդիրների առջև է կանգնած, փորձում է լուծել այդ խնդիրները, իր գլխից ավելի վեր թռնել եւ այլն։ Սա է Թուրքիայի ներկայիս աշխարհառազմավարության առանձնահատկությունը։ Եվ այս առումով կոնկրետ Հարավային Կովկասը Թուրքիայի համար չունի այն նշանակությունը, կարևոր նշանակությունը, որ ուներ սրանից մի քանի տարի առաջ։ Եվ դրա համար ես կարծում եմ, նաև հաշվի առնելով այդ հնարավորությունները, որոնք կարող են բացվել Թուրքիայի առջև կապված ատրպատականի հետ, իհարկե Թուրքիայի համար նախընտրելին կլինի այդ կարևոր խնդիրը լուծելու, քան թե Սյունիքը։ Մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թուրքական երկաթգծերը դեռևս կապ չունեն Ադրբեջանի հետ, շինարարությունը սկսել է համապատասխան երկաթգծի 220 կիլոմետր է, եթե չեմ սխալվում, այդ երկաթգիծը լինելու բարդ տեղանք է եւ այլն, պաշտոնապես նախարարի կողմից տրանսպորտի Թուրքիայի հայտարարել է, որ կավարտվի շինարարությունը 2029 թվականին։ Այնպես որ ներկայումս այս պահին Թուրքիայի համար դա չունի այնպիսի կարևոր նշանակություն։ Եվ նա Պարոն Սաֆրասյան, իսկ հնարավոր է, որ Թուրքիայում հետեւյալ հաշվարկը լինի, որ քանի դեռ Իրանի գլուխը չափազանց խառն է եւ գուցե հաշվարկը լինի, որ Իրանը չի կարող ռազմական ճանապարհով միջամտել, աջակցենք Ադրբեջանին, որպեսզի Զանգեզուրի միջանցքը վերցնեն եւ այդ հարցը քանի հնարավորություն կա մեջտեղից դուրս գա։ Կոպիտ նկարագրեցի, բայց նման հաշվարկը չի կարող լինել։ Ես կարծում եմ նման հաշվարկը դժվար թե լինի, ինչու, որովհետեւ այդ հաշվարկանողները շատ լավ գիտեն, որ Իրանը նույնիսկ իր ամենաուժեղ շրջանում չէր կիրառի զինված ուժ միջամտելու համար հայ-ադրբեջանական հակամարտության այդ սրացման փուլին, ինչու, որովհետև շատ լավ գիտեն Իրանում, որ Ադրբեջանը մեջքին կանգնած է Թուրքիանից, Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները մենք դες այդ քննարկեցինք, այսինքն Իրանը չէր գնա այնպիսի քայլերի, որոնք կնշանակեին, որ ինքը սկսելու է ռազմական
հակամարտության մեջ մտնել Թուրքիայի հետ։ Սա ակնհայտ է։ Ինչքան էլ որ տարբեր բաներ ասեն, երբեք դա չէր անի։ Իրանը գուցե տեսնում եք շատ սուր ռետորաբանություններ օգտագործում եւ այլն, բայց չէր անի։ Իրական քայլեր չէր անի։ Եվ այս առումով իրադրությունը չի փոխվել։ Չի փոխվել այդ մեկ եւ երկրորդը էլի եմ կրկնում Թուրքիան միջին պետություն է իր ռեսուրսներով, իր հնարավորություններով, բայց ուզում է դառնալ ավելի հզոր, այսպես իր գլխից ուզում է վեր թռնի։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Թուրքիան ռազմավարական նշանակության խնդիրներ չի կարող լուծել մի քանի ուղղություններով։ Պետք է կենտրոնանա ինչ որ մի ուղղության վրա։ Ինքը մեծ տերություն չի, որ տարբեր ուղղություններ ունենա։ Հիմա Թուրքիայի համար կարևոր է այս պահին ակնհայտ է Սիրիան է, ակնհայտ է, որ հիմա դառնում է արդեն մեր ընդհանրապես մերձավոր արևելքը։ Եվ նա չի գնա այդ ավանտյուրային, ինչպես կասեմ, բնութագրեմ կապված Սյունիքի հետ։ Դա մեկ թեզ, բայց կա նաև այլ թեզը, որ գոյություն ունի Ռուսաստանի գործոնը, որը հարավային Կովկասում չնայած որ իր դիրքերը թույլատրել է, բայց մնում է հարավային Կովկասում կարևոր աշխարհաքաղաքական գործոն եւ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազան, այնպես որ դա եթե մեկ էլ Ադրբեջանը որոշի այդ իրականացնել այդ քայլը, այսինքն լայնածավալ ագրեսիվ գործողություններ սկսել Հայաստանի դեմ նպատակ ունենալով գրավել Սյունիքը, դա կլինի այո արկածախնդրություն չի ստանա Թուրքիայի աջակցությունը, իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ երկու երկրների ինտեգրումը, այսինքն Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկա փուլում բավական խորն է գնացել եւ Ադրբեջանը որևիցե կարևոր քայլ անելուց առաջ քննարկում է դա Թուրքիայի հետ, այսինքն նա հենց քննարկումների մակարդակում ես կարծում եմ չի ստանա Թուրքիայի աջակցությունը, իսկ եթե չստանա Թուրքիայի աջակցությունը չի գնա միակողմանի այդ քայլին